Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 5։ Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար, որ սիրեց մեզ։ Եփեսացիս 2:4 խոսք։ Երկրի վրա ստեղծված ոչ մի ուժ, անգամ հրեշտակային բնության ամենազոր կարողությունը բավարար չէր մարդկությանը փրկագնելու այդպիսի մեծ գործի համար։ Արդարությունը պետք է բավարարում ստանար։ Մեղավորը չէր կարող դա տալ առանց հավիտենական պատիժ կրելու։ Այդ պատճառով Քրիստոսը իրեն դնում է մեր փոխարեն, որպեսզի ազատի մեզ արդարության ձերբակալությունից եւ կրի այն հարվածները, որոնք օրենքի ուժով բարկությունն էր պատրաստել մեզ համար։ Նրա անձի արժանապատվությունը արժեք է տալիս նրա կրած պատժին եւ այն ընդունելի է դարձնում մեզ համար։ Դա մի մահ էր, որի զորությունն ու արժանիքը գերազանցում էին նույնիսկ աշխարհների մահը։ Դա այն մահն էր, որը արդարությունն էր պահանջում, եւ երբ արդարությունը տեսավ այն, այնքան հանդարտվեց, որ իր վրեժխնդրության սուրը ձեռքից ցած թողեց։ Աստված նրա մեջ այնպիսի քաղցր բույր ստացավ, որ կատարյալ կերպով հաճելի եղավ իրեն։ Այժմ նա կարող է հավատացյալների մեղքերը ներել իր արդարության փառքով նույնքան, որքան իր շնորհքի փառքով։ Նա կարող է օրենքի համաձայն արդարացնել ապաշխարող մեղավորին։ Աստված փառավորվեց Փրկչի չարչարանքներով։ Նրա արդարությունն ու սրբությունը փառավորվեցին, օրենքը կատարվեց, Աստծո պատիվը պահպանվեց, օրենքի հեղինակը արդարացվեց եւ Աստծո արդարությունը մեղմացվեց։ Մեղքի այս քավության միջոցով Աստված ողորմություն ցուցաբերեց մեղավոր մարդուն եւ վրեժխնդրության սուրը բարձրացնելու փոխարեն մեկնեց իր սիրո ձեռքերը։ Հին հավատացյալները ապրում էին դրա ակնկալիքով, սակայն չտեսան դրա կատարյալ իրագործումը։ Նրանք ծարավ էին դրա համար, բայց չհագեցան դրանով մինչև ժամանակների լրումը։ Ամեն ինչ բացառապես կախված էր Քրիստոսի չարչարանքից, քանզի հենց խաչով է, որ Աստված հաշտվում է եւ ամբողջ թշնամությունը ոչնչացվում է։